ամոթ է, գիտեք 24% այս կարգի թվերի մեջ աղքատությունը 24% չպետք է լիներ։ Աղքատությունը պետք է լիներ առավելագույնը 10-12%։ Ու արտաքին պարտքը $8 միլիարդ, ասենց նասոսի պես դնես փչես տնտեսության մեջ, եւ աղքատությունը նույնը մնա։ Իսկ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։ Ասում աղքատությունը ձեր գլխներում է։ Իրականում ցիտում եմ 700,000 մարդ Հայաստանում աղքատ են։ Նիկոլ Փաշինյանը ասում է 700,000 մարդ ունեն գլխի հարց։ Դուք օքեյ եք սրա հետ։ Փաստա ես չեմ հորինում, չէ, եղած բաներ են։ Իմ համոզմունքով, եթե երկրի տնտեսությունը աճում է եւ դրա հետ աղքատության տոկոսը շեշտակի չի նվազում, ուրեմն գլխի խնդրեմ ունի այդ երկրի առաջնորդը։ Իսկ ուրիշ բացատրություն այստեղ ոչինչ դժվար է հորինել։ Ինչ է նշանակում, աճում, լավ, փայլունա, բանման, հետո բայց աղքատությունը նույնն է։ Կենսաթոշակները նույնն է։ Ես թվեր եմ բերել 6 անգամ կենսաթոշակն է աճել միջին, 6 անգամ աշխատավարձը։ 10 տարվա ընթացքում գները աճել են 30%-ով։ 30%-ով։ Հիմա վերցրեք համեմատեք։ Հիմա Բորիս, մեր ծրագիրը այս է լինելու։ Արել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ։